Միացնայիչ մայր տաճարում քահանայական ձեռնադրության և օծման արժանացած և 40-օրյա պահեցողության շրջանն անցած նորաոծ եկեղեցականները կիրակի օրը հայոց տարբեր եկեղեցիներում մատուցել են իրենց անդրանիկ պատարագը։ Օրվա ավարտին հայոց վեհարանում նրանց ընդունեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Նորաոծ քահանաներին ուղեկցում էր մայրաթոռի լուսարարապետ տեր Անանիա վարդապետ Ծատուրյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով և նրանց փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը։ Նորին սրբությունը պատգամեց նորաոծներին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել մարդկանց հոգիներում զորացնելու հավատը, հույսն ու սերը։ Հորդորեց աննկուն մնալ եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերների և դժվարությունների հանդիման, խոհեմությամբ և քաջաբար հաղթահարել դրանք, անձնվիրաբար ծառայել իրենց ապագա համայնքներում և միշտ հիշել, որ քահանայական կոչումը տերունապարգև առաքելություն է։ Առաջնորդեք ձեր հոտը և հավատարիմ եղեք ձեր կոչմանն ու առաքելությանը, միաբանությամբ, պատասխանատվության բարձր զգացումով կարևոր նպաստ բերեք առաքելական մայր եկեղեցու պայծառությանը և հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին, ասաց վեհափառ հայրապետը։ Աստվածային կանչը լսելու, աստվածային կանչի և հրավեր ընդունելու, դեպի Աստված գնալու ամենակարևոր պատգամներ մեզ տալիս Պետարանը։ Եվ հատկանշական էր, որ օրվա վերջում սկսեն լցված տպավորություններով առավել ևս մեկտեղվեցինք պատարագներից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնում և ընդհանուր կարծիքները, տպավորությունները, այսինքն ապրումները միմյանց պատմելուց, իրար հետ կիսվելուց հետո արդեն հյուրընկալվեցինք վեհափառ հայրապետի կողմից և ստացանք վեհափառ հայրապետի օրհնությունը, օրհնության խոսքը, ինչը ինձ թվում է մեր եկեղեցական առումով ամեն ինչ ամբողջացվեց մեզ համար։ Շնորհակալ եմ վեհափառ հայրապետին, շնորհակալ եմ լուսավորությանը, որ այսպիսի հնարավորություն տվեց իմ ծառայությունը անցկացնելու։ Վեհափառ հայրապետը մեզ մի շրջան տվեց, որպեսզի գնանք, մի քիչ հանգստանանք, մեր մտքերով ավելի հասկանանք և գանք արդեն նշանակումներն անի։ Հուսով ենք կգանք վեհափառ հայրապետը կանի նշանակումներ և ամեն մեկս կգնանք մեր ծառայության վայրերը և սիրով կծառայենք մեր Աստծուն և մեր մայր եկեղեցուն։ Հանդիպման վերջում Նորին սրբությունը պահպանիչ աղոթքով օրհնեց քահանաներին, նրանց ձեռած խաչեր ընծայեց և սուրբ հաղորդության մասնատուփ էր։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։